Բարզես այժմի նորություններն է ներկայացնում հորիզոն լրատվականը 22 հունվարի օրը 5 շաբթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել է Խաղաղության խորհրդի նիստին եւ կանոնադրության ստորագրման հանդիսավորարարությանը, որին մասնակցում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Ավելի վաղ վարչապետը Միացյալ Նահանգների նախագահից ստացել էր Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու առաջարկ, որն ընդունել էր։ Նիկոլ Փաշինյանը կանոնադրությունը ստորագրելու հրավիրվեց Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեի հետ։ Հայաստանի կառավարությունը ավելի վաղ հավանություն էր տվել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրելու առաջարկությանը։ Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։ Լրագրողների հարցմանի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է $1 միլիարդ անդամավճար վճարել։ Ստորագրման արարողությանը մասնակցել են ևս 21 երկրի պատվիրակությունների ղեկավարներ։ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել են Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի նախագահները։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է եւ այն արտացոլվում է նաեւ երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների կարգավորման մեջ։ Նրա խոսքով թրիփ նախագիծը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերում։ Դոնալդ Թրամփը չեղարկել է Եվրամիության 8 երկրների նկատմամբ մաքսատուրքեր կիրառելու որոշումը Գրենլանդիայի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հայտնում է միջազգային լրատվամիջոցները։ Հայտարարությունը հնչել է Դավոսում Թրամփի ելույթից մի քանի ժամ անց։ Հիշեցնենք, որ ելույթում նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքը ունի ազգային եւ համաշխարհային անվտանգության տեսանկյունից։ Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չի սահմանի մաքսատուրքեր 8 եվրոպական երկրների նկատմամբ, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից։ ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ բանակցություններում գրանցված առաջընթացից հետո։ Թրամփը հայտարարել է, որ երկու առաջնորդները Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի մասին համաձայնություն են ձեռք բերել։ Բանակցությունները նա արդյունավետ է անվանել, հայտարարելով, որ հնարավոր համաձայնագիրը օգուտ կբերի Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին։ Նա այս մասին գրել է Truth Social կայքում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման հիման վրա մենք ձևավորել ենք Գրենլանդիայի եւ ըստ էության ամբողջ արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ Այս լուծումը, եթե այն իրագործվի, հիանալի լուծում կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից։ Լրացուցիչ քննարկումներ են ընթանում Գրենլանդիային առնչվող ոսկե գմբեթի վերաբերյալ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն քննարկումների ընթացքին զուգընթաց։ Փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը եւ անհրաժեշտության դեպքում մի շարք այլ անձինք պատասխանատու կլինեն բանակցությունների համար։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Վիտկոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր հերթին Պուտինը երեկ հայտարարել է, որ մտադիր է նաեւ Վիտկոֆի եւ Քուշների հետ քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո մարտական գործողությունների ընթացքում վնասված տարածքները վերականգնելու համար Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Միացյալ Նահանգներում մեր սառեցված ակտիվներից մնացած միջոցները կարող են օգտագործվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո մարտական գործողությունների ընթացքում վնասված տարածքները վերականգնելու համար։ Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վիտկոֆի եւ Քուշների հետ։ Հանդիպումը նա որակել էր կառուցողական։ Վիտկոֆն իր հերթին այն անվանել է շատ դրական։ Իդեպ այսօր Դավոսում Դոնալդ Թրամփը կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Մոտ 35 երկիր արդեն համաձայնել են միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդին, հաղորդել է Reuters-ը։ Հրավերներ են ուղարկվել մոտ 60 երկրների առաջնորդների, այդ թվում Ռուսաստանին, Բելարուսին եւ Չինաստանին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անվտանգության խորհրդի նիստում մեկնաբանել է խաղաղության խորհրդին միանալու մասին Ռուսաստանին արված Դոնալդ Թրամփի առաջարկը։ Նրա խոսքով այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն ստացված փաստաթղթերը կրկին ուսումնասիրելուց եւ իրենց ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո։ Սակայն երեկոյան Դավոսում Թրամփը լրագրողներին ասել է, որ Պուտինը ընդունել է հրավերը։ Իրանի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են բողոքի ցույցերի հետևանքով զոհվածների թիվը։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 3117 մարդ։ Հաղորդվել է, որ ցույցերի ժամանակ զոհվածներից 2427-ը քաղաքացիական անձինք են եւ անվտանգության աշխատակիցներ, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։ ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների ակտիվիստներ լրատվական գործակալության տվյալներով Իրանում զոհվել է առնվազն 4902 մարդ, սակայն կան մտավախություններ, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Կառավարությունում քննարկվում է Գյումրիի Շիրակ օդանավակայանից լրացուցիչ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը, հաշվի առնելով սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար մատչելիությունը։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Գյումրու Շիրակ օդանավակայանում ուղևորահոսքերի ավելացումը խթանելու նպատակով կառավարության կողմից 2025 թվականի ապրիլի 23-ին 495 որոշմամբ ընդունվեց մի աջակցության ծրագիր, որը կայանում է նրանում, որ Երևանի Զվարթնոց եւ Գյումրի օդանավակայաններ ուղևորներ փոխադրելիս օտարերկրյա բազավորված կամ տեղական ավիաընկերությունները կստանան ամեն ուղևորի հաշվարկով Զվարթնոցի դեպքում 20000, Գյումրու դեպքում 15000 դրամ մեկ ուղևորի հաշվարկով, սակայն այնտեղ պարտադիր պահանջ կա անկախ նրանից թե որտեղ կբազավորվեն, որ առնվազն մեկ ուղղություն, մեկ չվերթ պետք է իրականացվի դեպի Շիրակ օդանավակայան եւ նշեմ, որ այդ ծրագիրը մեկնարկելուց հետո մենք ունեցանք այնտեղ միջազգային ավիաընկերություն, որը չվերթեր է իրականացնում եւ հիմա նաեւ քննարկում ենք լրացուցիչ ուղղություն եվրոպական ուղղություն ավելացնելու դեպի Գյումրու Շիրակ օդանավակայան, անշուշտ այդ ենթակառուցվածքը նույնպես զարգացնելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան ուղևորահոսք ապահովել եւ Գյումրու Շիրակ օդանավակայանը սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար ավելի մատչելի է նույնիսկ եւ այնտեղ թե ժամանման, թե մեկնման նոր տերմինալներ են կառուցվել եւ այս առումով կարծում եմ այդ օդանավակայանը ունի բավականին մեծ պոտենցիալ զարգանալու։ Շնորհակալություն։ Հիմա վիզերը թռիչք ունի, չէ՞ Գյումրիից եւ Գյումրի։ Սա առաջ տարին է, չէ՞ որ վիզերը թռիչքները իրականացնում։ Այո, պարոն։ Քանի որ Գյումրու օդանավակայանի մասին խոսվեց, իրականում խտանը պետք է, որովհետև շատ լավ է լառնակայի թռիչքն ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը մի անգամ է եւ կարիք կա եւս լրացուցիչ խտաններ օգտագործել Շիրակ օդանավակայանը ավելի զարգացնելու համար, մանավանդ որ հյուսիսարավն է արդեն ամբողջությամբ կառուցված է ու ճիշտ նշվեց, որ Երևանի հասնքի 9-րդ մասից ավելի ուշ է հասնում օդանավակայան, քան Գյումրիից Զվարթնոց։ Տոմսը ինչ արժե, պարոն մարզպետ։ Դեպքեր ունենք, որ 20-30 դոլարով Գյումրիից հնարավոր է թռնել, շատ ավելի էժան, քան երևի թե տաքսիով Գյումրիից Երևան։ Առողջության ընդհանուր ապահովագրության ծրագրի պոտենցիալ շահառուներն ավելանում են։ Անցած 2 շաբաթների համեմատ Գյումրիի պոլիկլինիկաներում կանխատեսված գրոհը սկսվել է։ Սա ապահովագրության համակարգի մանրամասներին ծանոթանալու, իրազեկվելու արդյունքում է, ինչպես նաև պոլիկլինիկաներում ծրագրի հետ կապված տեխնիկական խնդիրներն են պակասել։ Առողջության պահպանման առաջնային օղակը նոր համակարգի գործարկման կարևոր թիրախն է դարձել։ Պոլիկլինիկաներ են դիմում նրանք, որոնք իրենց համարում են պոտենցիալ շահառու։ Մասամբ տեղեկացված են, թե որ խմբերին է հասնում առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Իսկ բուժանձնակազմը ստիպված է ոչ միայն իրազեկման, բացատրական աշխատանքներ տանել, նաև բուժծառայություններ մատուցել։ Արդյոք իրենք կարող են օգտվել անվճար բուժծառայություններից, տեղորայքից։ Հարցուփորձանողները հիմնականում 65 եւ բարձր տարիքի քաղաքացիներն են։ Ընթացքից կան շատ ծանոթ չեմ, գիտեմ, որ ասենք բուժումներ կան, որ անվճար են։ Դե բոլոր դեպքում բնական է, որ նույնի եւ տեղորայքը։ Բնական է, որ ցանկություն ունենք, թոշակառվենք, օգտվենք այդ ծրագրից։ Ծանոթ եմ, նոր եկա, ստուգվա, տեսնենք էլի։
անալիզներ տամ, ստուգվիմ, հիմա ծունգս են նգարելու էլի, տեսնեմ ինչ կլինի։ Ծրագիրը նորմալ ընդունված է, ես օգտվել եմ արդեն տեղերից։ Ապահովագրական ծրագրում ամենահետաքրքրողը անվճար դեղորայք ստանալու հարցն է։ Մարդիկ ճշտում են բարձում դեղերի ցանկը, բայց համակարգը բոլոր տեսակի դեղերի համար չէ, որ անվճար օգտվելու հնարավորություն է տալիս։ Ընտանեկան բժիշկները ձեռքի տակ ունեն 308 անուն դեղորայքի ցանկ։ Առայժմ սահմանափակ է նաև ապահովագրական ծրագրում ընդգրկված դեղատների թիվը։ Մասնակետի նշանակած դեղորայքն ուղեգրով հիվանդն անվճար ստանում է ծրագրում ընդգրկված առայժմ 4 դեղատնային ցանցերից։ Իրենք են մրցույթին մասնակցել, դա պոլիկլինիկայից, այո, դա երևի էլի կլինի ընթացքում, դրանք պոլիկլինիկայի հետ կապ չունեն, նախարարության հետ է աշխատանքը։ Մենք միայն մեր մասով դեղամիջոցի համընդհանուր անվանումն ենք գրում եւ ուղարկում ենք դեղատուն պացիենտին։ Աշխատանքի ծավալը ավելացել է այն առումով, որ եթե նախկինում անվճար դեղորայքից օգտվում էին ազգաբնակչության սահմանափակ խմբեր, ապա այսօր անվճար դեղորայքը հասանելի է ազգաբնակչության լայն զանգվածներին, դա 65+ տարեկան ազգաբնակչությունն է։ Համակարգում հստակեցված է սկրինինգային լաբորատոր հետազոտությունների, նեղ մասնագիտությունների, վիրահատական միջամտություն ունեցող հիվանդությունների ցանկը։ Ուղեգրերով միայն Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի սպասարկման տիրույթում գտնվող 1600 բուժառու արդեն օգտվել է ապահովագրությունից։ Որոնցից կարելի ասել մոտ 200-ից 300 եղել են դժվարամատչելի հետազոտություններ, այսինքն կատե հետազոտություն, MRT հետազոտություն, անգիոկատե հետազոտություն, այդ բոլորը արդեն մենք ունեցել ենք այդ դեպքերը։ Այս տարվա ընթացքում այդ երկու բանն ենք ունեցել, որ ուղարկել ենք ստենտավորման եւ ուղարկել ենք աչքի վերահատությունների։ Հիմնականում դա է եղել։ Համակարգում գրանցվող քաղաքացիների թիվն ավելանում է, ծրագրի գործարկման սկզբնական փուլում եղած ծրագրային տեխնիկական խնդիրները նվազում, բայց դեռ ամեն ինչ չէ, որ պարզ ու հստակ է մասնագետների համար։ Առողջապահության նախարարության հետ ամենօրյա կապով են այդ հարցերը պարզեցվում։ Նախ մենք օրենքին լիարժեք ծանոթ չենք, որտեղ օրենքը բավական ծավալուն է։ Սկզբում եւս խնդիրներ եղել են այդ դեղամիջոցների բաց թողման հետ կապված, դրական դինամիկա կա, բայց դա աշխատատար process է, ընթացքում կամաց-կամաց ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում։ Ապահովագրական համակարգի գործարկումը փոխել է նաև պոլիկլինիկաների բժիշկների միջին բուժանձնակազմի աշխատանքային գրաֆիկը, որոնց աշխատանքային ժամերը սովորաբար եղել են մինչև կեսօր կամ օրվա երկրորդ կես։ Բուժանձնակազմը մնում է տեղերում, քանի դեռ հերթերում սպասող քաղաքացիներ կան։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան այժմի լրահոսում հետևեք նորություններին ժամը 20-ին։